Բարև հայր ջան, երկու օրա բոլորս հետևում ենք, թե այս իշխանություն կոչվածը ոնց է լարել Ծառուկյանի հետևից։ Այն որ սկզբում ասում էր Ծառուկյանը պետական դավաճան է, ինքը մնաց իր այդ ասացի տակ, որովհետև ոչ մի փաստ ու ապացույց մինչև հիմա չկա, ու դրա համար ստիպված այն ամենաէժան ձևով ընկել է ինչ-որ արգելված որսորդության թեմայով հոդվածների հետևից։ Իբր այսքան տարի ինքը այդ որսորդության մասին չի իմացել։ Ես ինչի համար եմ երկու օր հետո խոսում, որովհետև այս երկու օրա ինքս էլ գնացել եմ թե քննչական կոմիտե, հետո դատարան, ուր տանում էին Ծառուկյանին, ու դրա համար է, որ հիմա եմ այս վիդեոն նկարում, թե չէ ասելիքս ու առաջարկս կանայի հենց առաջի օրը։ Ու իմ համար կարևոր է իմ այս խոսքը, որովհետև կան պահեր, երբ լռությունը դառնում է հանցագործություն։ Այսօր հենց այդ պահն է։ Ես չեմ խոսալու էմոցիայով ու ամենասկզբից ուզում եմ, որ բոլորդ իմանաք։ Ես Ծառուկյանի քաղաքական դիրքորոշմանը ոչ միայն աջակից չեմ, այլև դեմ եմ դրան, բայց որպես մարդու, որպես հայի, ով քիչ բան չի արել իմ երկրի ու իմ շատ ու շատ հայրենակիցների համար, ես նրան աջակցելու եմ մինչև վերջ։ Հատուկ բարդ հասկացողների համար մի հատ էլ կրկնեմ, որ Գագիկ Ծառուկյանին իմ աջակցությանը զուգահեռ ես կտրականապես դեմ եմ նրա քաղաքական դիրքին։ Ու ես հիմա խոսալու եմ բացառապես իրավական կողմից, իրավունքով, տրամաբանությամբ ու բնականաբար պատմության հիշողությամբ։ Ու անպայման մինչև վերջ լսեք, որովհետև այս վիդեոից հետո ձեր գլխում շատ բան այլևս նույնը չի մնա։ Ես առաջինն էի, ով նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլին բարձրաձայն ասեցի, որ եթե դու պետության ղեկավար ես ու հրապարակայնորեն մեկին անվանում ես պետական դավաճան, դու պարտավոր ես ապացուցել այդ բառը, այլապես դու չես վարկաբեկում մարդուն, դու վարկաբեկում ես հենց պետական դավաճանություն ասվածի կշիռը, դու արժեզրկում ես այն լեզուն, որով պետությունը պետք է հիմնավոր որակավորում տա թե լավին, թե վատին։ Բառը, որը ասված է առանց ապացույցի, դառնում է ապօրինի զենք, իսկ այդ զենքը իշխանության ձեռքում առանց դատարանի կոչվում է մի բառով կամայականություն։ Երբ հնչեց Ծառուկյանի բիզնեսները պետականացնելու խոստումը, ես այդ ժամանակ էլ ասեցի, որ մի պետություն, որը սեփականությանը մոտենում է որպես վրեժի գործիք, ոչ թե որպես իրավունքի օբյեկտ, այդ պետությունը չի կառուցում տնտեսություն, ինքը կառուցում է վախի ենթակառուցվածք, իսկ վախի վրա ոչ մի ներդրող անգամ Հայաստանի անունը չի տա։ Սա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի արած ցեմենտը պետականացնում ենք։ Ինչ եղավ հետո, ընտրություններից հետո եկավ խուզարկությունը, հետո եկավ Ծառուկյանի ձերբակալությունը, ձեռնաշղթաներով, քննչական կոմիտե, դատարան, կալանք եւ այլն։ Իմ դիրքորոշումը այս մասով պարզ է ու միանշանակ։ Եթե կա հանցագործություն, այո, պետք է ապացուցվի դատարանում ու առանց այդ ցուցադրականության ու առանց քաղաքական ժամանակացույցի հետ զուգադիպության։ Բայց ես չեմ կարա չնկատեմ այն, ինչը բոլորը նկատում են ու դեռ ոչ մեկ չի բարձրաձայնել։ Մեղադրանքներից մեկը վերաբերվում է տարիներ առաջ Ծառուկյանի կատարած որսին։ Շեշտում եմ տարիներ առաջ, ոչ երեք, ոչ նախորդ ամիս, ոչ անցած տարի, այլ շատ տարիներ առաջ։ Ինչ վերաբերվում է ինձ, ապա ինձ ճանաչողները լավ գիտեն, որ իմ համար որսորդությունը մի այլ տիպի անընդունելի է։ Անկամ մեր քաղաքական ծրագրում որսի հետ կապված բազում արգելանքների օրինագծեր կան։ Հարցը դա չի, ես հիմա մեղադրանք չեմ ձևակերպում։ Ես հարց եմ տալի, բա ինչի հիմա որ։ Ինչի տարիներ շարունակ ոչ մի բան չէի անում, իսկ հիմա հանկարծ հիշեցիք, որ տարիներ առաջ ինքը որսորդություն է արել։ Այս օրենքի կիրառումը, թե քաղաքական աբիժնիկի անձնական քմահաճույք։ Այս ինչ-որ նեղացած կերպարի հոգու փառավորվելու համար իրականացված գործողություն է, ես սրան ուրիշ անուն չեմ կարատամ։ Ու երբ օրենքը կիրառվում է մենակ այն ժամանակ, երբ այդ ձեռնտույա քաղաքական վերնախավին, այդ դադարում է լինել արդարադատություն, այդ վերածվում է բռնապետական մատնոցախաղի, որտեղ պետական ապարատը ընդհանրապես անձնական վրեժների իրականացման գործիք է։ Ընտրողականությունը, երբ օրենքը կիրառվում է ընտրովի, ըստ ամսաթվի, ըստ քաղաքական օգտակարության, դադարում է լինել օրենք ու դառնում է գործիք, իսկ իրավական պետությունում գործիք օրենքը ամենավտանգավոր հիբրիդն է, որովհետև այդ կրում է օրենքի դեմքը, բայց աշխատում է իշխանության, տվյալ դեպքում մի անձի, Նիկոլի տրամաբանությամբ։ Ու հա, ստեղ նաև մի բան էլ կա, ինչը ես չեմ կարա լռությամբ անցկացնեմ։ Կենդանիներին, առյուծներին, վագրերին, մյուս կենդանիներին քնացրին ու տարան։
Երեք հայտնի դառավ, որ առյուծներից մեկը այլևս չի արթնացել։ Այս պահը մի հատ լավ ֆիքսեք։ Գագիկ Ծառուկյանի էքարյուծը կենթանաբանական այգի տեղափոխվելուց ժամեր անց սատկել է։ Կենթանաբանական այգու մարդարանում են, թե առյուծը հիվանդ է եղել, տարիքով մեծ։ Այսինքն ստացվում է, որ իշխանությունը Ծառուկյանին ուզում է դատի կենթանի սպանելու համար որսորդության, բայց իրանց սեփական փնթիության, դիլետանտիզմի ու ամփոփության պատճառով սպանում են իր առյուծին։ Իրանք ի վիճակի չեն նույնիսկ կենթանուն անվտանգ տեղափոխեն, բայց հավակնում են պետություն կառավարել ու արդարություն հաստատել։ Այս ոչ թե օրենքի հաղթանակ է, այլ կատարյալ իրավական ու բարոյական սնանկություն։ Այս հակասություն չի, այս հեգնանք է։ Այս պատմության ինքնահեգնանքը, երբ արդարադատության իբր մարմնավորումը ինքն է կրկնում այն արարքը, որի համար ուզում է մարդ դատի։ Եթե էսա ձեր արդարադատության չափանիշը, ապա հասարակությունը իրավունք ունի պահանջելու ոչ միայն պատասխաններ, այլ պատասխանատվություն։ Երբ մեղադրանքի ընթացքը ինքն է ծնում այն ողբերգությունը, որի համար մեղադրանք է ներկայացվում, հարցերը ոչ թե պակասում են, այլ բազմապատկվում։ Այս արդեն ոչ թե քրեական գործ է, այլ վստահության քննություն ամբողջ համակարգի համար։ Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախորդին այգի տեղափոխված է առյուծը պայմանավորված մեծ տարիքով եւ ուղեկցող հիվանդություններով, ինչն արդեն արձանագրված է հերթման ակտով, քնեցումից չի արթնացել։ Կենթանու օրգան համակարգերը եղել են ախտահարված, փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում, խոլեցիստիտային փոփոխություններ, արկա է ճարպակալում, որովայնի խոռոչում արկա է ազատ հեղուկ, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։ Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամները, որոնք առյուծի սատկելու մասին լուրն իմանալուց հետո միանգամից կենթանաբանական այգի են գնացել, պնդում են, առյուծը առողջական որևէ խնդիր չի ունեցել։ Մենք ինքներս խոսել ենք արդեն ով այդ կենթանուն խնամել է երկար տարիներ, բացառել է, որ կենթանին խնդիր է ունեցել եւ կենթանին միշտ առողջ ապրել է իր այն ազատավանդակում, որ տեղափոխվել է կենթանաբանական այգի։ 12 տարեկան է եղել առյուծը, ասում են ավագանու ընդդիմադիր անդամները։ 12 առյուծների համար մեծ տարիք չէ։ Սպիտակ առյուծները անազատության մեջ սովորաբար ապրում են 20 տարի։ Նույնիսկ ավելի։ Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը պնդում է, ժամկետն անց դեղորայք են սրսկել առյուծին, դրա համար էլ քնեցումից չի արթնացել։ Այնպիսի դեղորայք են սրսկել, որը որ ժամկետ անց է եղել, ու սրսկողը ըստ էլի օդում կախված լուրերի եղել է այնպիսի մի անձնավորություն, որը որ շատ փոքր ստաժ է ունեցել նման աշխատանք կատարելու համար, եւ այստեղից կենթանաբանական այգուց հիմա ձեզ ասում ենք, կարող եք գտնել այդ նորից շեշտեմ ըստ տարածվող լուրերի կին ազնվորությունը, որը ունեցել է 4 տարվա ընդամենը ստաժ եւ սխալ դոզավորման արդյունքում առյուծը սատկել է։ Սուտ է խոսում, թե ասում են քնել է, չի զատ, սատկել է։ Ստեփանյանն ասում է, երկուշաբթի, երբ առյուծին անասնաբույժը պատրաստվելիս է եղել քնեցնել, Ծառուկյանի այգու աշխատակիցը զգուշացրել է, որ առյուծը ոչինչ չի կերել եւ ներարկումը հակացուցված է։ Նրա զգուշացումը արհամարել են, քնեցրել առյուծին։ Մինչև ընդդիմության թեմային անցնելը պատահաբար համացանցում մի հատ տեսանյութ տեսա ու Նիկոլ շատ ուշադիր լսի այս տեսանյութը։ Մեր հայ ախպերն է։ Ամեն բառին ուշադիր եղի։ Ես որ ձեր քվեաթերթիկին համարժեք 16 հոգով հասել եք 70-ամյա ազգի բարերարի վրա ու տապալել եք գետնին, դրանից ձեզ տղա եք զգում, գոյություն ունի համաչափ ուժի կիրառման կոնցեպտը, ինչը նշանակում է, որ իրավապահ մարմինները պետք է համաչափ ուժ կիրառեն դիմադրությանը։ Այս մարդը առանց զենք զինամթերքի, առանց փախնելու, առանց դիմադրության դռան դեմը կանգնած ձեզ էր սպասում։ Տապալելու իմաստը որն էր, ինչ-որ մեկի հրամանով կինո էիք նկարում, տենց ռեժիսոր, դերասան ուժեղ տղեկ եք, բայց ինչ իրավապահ մարմիններ, ինչ իշխանություն, բա կինոյով զբաղվեք պրոստը։ Գագիկ Ծառուկյանը մենակով ավելի շատ բան ունի արած այս երկրի համար, քան ձեր ամբողջ խմբակը 8 տարվա ընթացքում որպես իշխանություն։ Առյուծին ինչի սպանեցիք, առյուծը ձեզ ինչ էր արել, ինչի կողքով անցնում եք մահու կորուստաբերում, հերիք չի։ Միա ձեզ հայլու մեջ նայեք ու հարցրեք, հերիք չի։ Գագիկ Ծառուկյանին էլ 2 ամսով կալանավորեցիք, ոչինչ, առյուծ տղեն վանդակում էլ է առյուծ, իսկ այլ բորենիներ առյուծի վրա բարձացած ժամանակ էլ են բորենի։ Ընդդիմություն կոչվածը հանդես է գալիս հայտարարություններով։ Հայտարարություն, որը հրապարակվեց, կարդացվեց ու անցավ գնաց։ Իբր տեսեք, մենք դատապարտում ենք։ Այն որ էլ չեմ ասում, թե ընդհանրապես ում է հուզում, դուք ինչ եք դատապարտում, ինչը չէ, եթե հայտարարություն տարածելուց բացի ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեք։ Մի ԱԺԲ-էլ դուք եք էլ, այն որ ինչ հիշում ենք, եսի ինչ են հայտարարում։ Հարցը այդ չի, բայց հայտարարությունները գրողներին մի հատ հարց տամ։
Ամեն անգամ, երբ պետքա ֆիզիկապես ներկայություն, գործողություն, իրական աջակցություն, դուք հայտարարություն եք անում կամ ծիտիկ ստանալու համար գալի երևում մի հատ հարցազրույց տալի ու գնում եք։ Ուզում եմ հասկանամ, այդ հայտարարությունն ու հարցազրույցներ տալը գործողություն եք համարում, թե իրականում գործողությունից խուսափելու քաղաքական էթիկետա։ Դատապարտել իշխանության արարքը, պահպանելով լիակատար հարմարավետություն, այդ չի կոչվում դիրքորոշում, այդ կոչվում է ինքնապահպանում քաղաքացիական պատասխանատվության քողի տակ։ Ու իմացեք, որ ինչքան Ծառուկյանին այս ձևով կալանքի տանելն է ամոթ այն իշխանության համար ում մեղադրում եք, այդքան էլ ամոթ ձեզ, որ սահմանափակվում եք բացառապես բանավոր քաղաքականություն վարելով։ Ու հատուկ ձեր ու շատերի համար ավելի հստակեցված բացատրեմ ու հիմնավորեմ, թե այս ամբողջ պատմության մեջ ինչն է պատճառը, որ ես խառնվում ու արտահայտվում եմ, ու ի տարբերություն ձեզ ոչ միայն բանավոր կամ մենակ ծիտիկների խաթր հարցազրույցներով։ Ես ասեմ, որ հանկարծ ձեզանից ոչ մեկ չշփոթի սկզբունքը անձնական համակրանքի հետ։ Ես ուզում եմ, որ բոլորը սա հստակ արձանագրեն։ Ես ոչ միայն Գագիկ Ծառուկյանի քաղաքական կողմնակիցը չեմ, այլև սկզբունքորեն դեմ եմ իր քաղաքական մոտեցումներին ու հարթակին, բայց տեղ արդեն քաղաքականության հարց չի, այս մարդու ու հայի պաշտպանության հարց է։ Ես որպես մարդ, որպես հայ, այսօր կանգնած եմ Ծառուկյանի կողքին ընդդեմ այս անբարո ու անհեթեթ համակարգի։ Մեկի կալանավորմանը ըստ պատշաճի չարձագանքեցինք, մյուսի, երրորդի, բայց արդեն էլուր այլևս լռել ուղակի չի կարելի, որովհետև եթե այսօր թույլ տանք, որ համակարգը Գագիկին հոշոտի խախտելով բոլոր իրավական ու մարդկային նորմերը, վաղը իրանք կհոշոտեն յուրաքանչյուրիդ, ու երբ հարցը դառնում է մարդու, հայի, քաղաքացու նկատմամբ իրավական գործընթացի արդարության բացակայության կամ շեղման դրսևորում, ես կանգնում եմ սկզբունքի կողքը, ոչ թե հակակրանքի կամ համակրանքի։ Որովհետև եթե ես այսօր լռեմ մենակ այն պատճառով, որ Գագիկն ունի այլ քաղաքական դիրքորոշում, ապա վաղը ես չեմ ունենա բարոյական իրավունք մի բան բարձրաձայնելու, երբ սրանց թիրախը ես դառնամ։ Սկզբունքը, որը կիրառվում է ընտրովի, այդ սկզբունք չի։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ 24 թվին ոնց ասացի, Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, ով համաձայն չի, կոչ եմ ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց։ Ես եմ կոչ անում։ Ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք։ Այս process-ը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա։ Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ եմ կրկնում, որ միակ իրական ելքը ձերբազատվելու այս համակարգից իր Նիկոլով, Լևոնով, Սերժով ու Քոչարյանով դա վերածննդի շարժումն է։ Նրանք, ովքեր հույսը դրել էին ընդդիմության վրա, արդեն տեսան պատկերը։ Մեկը խոստացավ հեղափոխություն։ Եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ուրեմն ստանալով են հեղափոխություն։ Մյուսը վախացնում էր 300,000 ադրբեջանցու գալով։ Սա 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման ծրագրի քարոզչական հնարք է։ Նորից մեր հասարակության ուշադրությունը սևեռել 300,000 ադրբեջանցիների վրա։ Եթե մենք չկանգնեցնենք դա, շատ շուտով կհայտնվեն Հայաստանի տարբեր շրջաներում եւ առաջին հերթին Փաշինյանի կողմից ազատված սահմանամերձ շրջաներում եւ գյուղերում։ Երրորդն ընդհանրապես լուր մնաց ու բոլորը միասին ստանալով մանդատ հանգստացան հենց այնտեղ, որտեղ սկսվեց իրենց հարմարավետությունը։ Մանդատը դարավ վերջնակետ, ոչ թե սկիզբ։ Ու ով ուզի, ով չուզի, ով հասկանա կամ չհասկանա, համաձայն լինեք թե չէ, միևնույնն է։ Այս ճահճից դուրս գալու միակ իրական, ինտելեկտուալ ու կառուցվածքային ելքը դա վերածննդի շարժումն է, ոչ թե այս անդիմադիր կուսակցությունները, որոնք պայքարում են մանդատների համար ու հետո հարմարավետ իրենց տեղերում լռվում են։ Վերածնունդը պետք է լինի իսկական ազգային զարթոնք, նոր մտածելակերպ, նոր ուժ, որը կկառուցի իսկական պետություն, օրենքի, արդարության, ուժի ու ազգային արժանապատվության վրա հիմնված։ Եվ այո, դրա համար պետք են միջոցներ։ Այդ է պատճառը, որ այդ շարժումը չի իրականանում։ Բացառապես ֆինանսների պակասից։ Վերածննդի շարժումը չի իրականանում ոչ թե որ գաղափարի խելքի խիզախության կամ ճանապարհային քարտեզի պակաս ունենք, այլ բացառապես ֆինանսական հովանավորության բացակայությունից։ Ու այս ամենացավոտ հակասությունն է, որ հենց նրանք,
ովքեր ունեն հնարավորություն դառնալու այդ շարժման հովանավորը, այսօր հենց իրանք են դառնում այս համակարգի թիրախ։ Ու այսօր ես դիմում եմ բոլոր հնարավորություն ունեցող հայերին, դիմում եմ վերջի անգամ բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություններ, նույն Գագիկ Ծառուկյանին։ Դուք նախընտրում եք փորձել պայմանավորվել համակարգի հետ, փորձում եք խուսափել պայքարից մտածելով, որ ձեր փողերը կամ լռությունը ձեզ կփրկեն, բայց արդյունքում տենում եք, տուժում եք հենց դուք։ Եթե դուք չեք ֆինանսավորում ինտելեկտուալ համակարգային ու ազգային, պետականամետ ու գաղափարական այլընտրանքը, ապա դուք ստիպված եք լինելու ձեր փողերը ծախսել դատական հայցերի, փաստաբանների ու ձեզանից խլված բիզնեսները հետ բերելու անօգուտ փորձերի վրա։ Ու հարցը մենակ փողը չի, հարցը կամքն է ու հասկացողությունը։ Նրանք, ովքեր կարան մեզ ֆինանսավորեն, հաճախ կամ վախում են կամ չեն տենում իրական պատկերը ամբողջությամբ։ Ու եթե մենք չիրականացնենք այդ շարժումը, մենք կշարունակենք այս անկումը դեպի անհետացում։ Ասում եմ մաքսիմալ պարզ։ Ուզում եք ամեն ինչ փոխվի, ուրեմն պետքա կառուցել նոր ինտելեկտուալ, ազգային ու պետականամետ վերնախավ։ Ավել էլ ոնց ասեմ, ինչ ձևով բացատրեմ։ Քանի դեռ վերածննդի շարժումը ունի անհրաժեշտ ռեսուրսներ, այս տգետ թատրոնը շարունակվելու է ու դուք լինելու եք դրա հերթական զոհերը։ Մի կարևոր հարց էլի, այն որ զուտ մարդկային առումով։ Դիմում եմ այն բարոյական վակուումին, որը այսօր տիրում է մեր հասարակության մեջ։ Ուր են այն հայտնի ու անհայտ մարդիկ, ում Ծառուկյանը տարիներ շարունակ ձեռ է մեկնել, կամ թեկուզ ոչ տարիներ շարունակ, այլ գոնե մի անգամ։ Իսկ տենց մարդիկ քիչ չեն։ Ուր են այն սպորտսմենները, երգիչներն ու դերասանները, ում ինքը տաներ անվիրել, աշխատանքով ապահովել, իրենց բուժումների ու վիրահատությունների համար վճարել է։ Այսօր իրենց մեծ մասը բերանները ջուր առած լռում են։ Ուր են այն բլոգերները, որ Հիսուսի արձանի մոտ նկարվում ու PR-վում էին։ Այս քաղաքական կամ խորը գիտելիքներ պահանջող հարց չի, այս զուտ մարդկային ու բարոյական հարցը։ Ասենք ինչի ոչ մեկը ձեն չի հանում։ Կողքից նայող մարդու համար այս կատարյալ բարոյական սնանկություն է երևում։ Սենց լռությունը տվյալ մարդկանց կողմից հավասարազորա դավաճանության։ Եթե դուք այսօր ձեն չեք հանում այն մարդու համար, ով ձեզ ձեռը մեկնել ձեր ամենադժվար պահին, բա դուք իրավունք ունեք կոչվելու մտավորական, մարզիկ կամ զուտ արժանապատիվ քաղաքացի։ Եթե Ծառուկյանը ըստ ձեզ արժանի է սենց վերաբերմունքի ու դրա համար ձեն չեք հանում, բա ինչի եք իրանից ընդունել այդ օգնությունները։ Ձեր լռությունը այն պարարտ հողն է, որի վրա ծալում ու ծաղկում է այսօրվա տգիտության ու անշնորհակալության տիրապետությունը։ Բարեգործությունը, որը մոռացվում է հենց օգնողի դժվար պահին, դադարում է լինել հասարակական հիշողություն ու դառնում է հարմարավետ ամնեզիա, իսկ դա ամոթ է։ Լռությունը հենց հիմա նրանց կողմից, ովքեր բարիք են ստացել Ծառուկյանից, ինքնին պատասխան է այն հարցին, թե ինչ հասարակություն ենք մենք դառնում։ Հասարակություն, որը հիշում է պարտքերը, բայց մոռանում է երախտագիտությունը։ Հիմա եկեք անցնենք այս պատմության ամենալուրջ վտանգ ներկայացնող հետևանքներին, որովհետև այս արդեն ոչ թե մի մարդու, այլ պետության հարցն է։ Ներդրողը գումար չի բերում այն երկիր, որտեղ սեփականությունը կախված է քաղաքական տրամադրությունից։ Դաշնակիցը վստահություն չի կառուցում այն երկրում, որտեղ օրենքն աշխատում է ընտրովի։ Վստահաբար կարող եմ ասել, որ հազարավոր աշխատակիցների մասին է խոսքը, որովհետև Արարատ ցեմենտ, Երևանի Արարատ կոնյակի գինուողու կոմբինատ, Օլիմպավան, Multi Wellness համալիր, բազմաթիվ հյուրանոցներ, Ծաղկաձորի Multi Rest հյուրանոցը, Multi Grand հյուրանոցը, բոլոր այդ հիմնարկների գործունեությունը այս պահին պարալիզացված է, Multi Stone ընկերությունը, ու այստեղ բացի նրանից, որ այդ ընկերությունների աշխատանքն է պարալիզացված, այստեղ նաև խայտարակ նախադեպի հետ գործ ունենք, որովհետև օրինակ Օլիմպավանից, սենյակներից դուրս են հրավիրել կամ ավելի շուտ դուրս են բերել միջազգային տարբեր մրցելույթների նպատակով ուսումնամարզական հավաքներ Հայաստանում անցկացնող մի շարք տարբեր մարզաձևերի մարզիկների։ Սա հասկանալի է, չէ՞ որ սա միջազգային սկանդալ է։ Հասկանալի է, չէ՞ որ միջազգային օլիմպիական կոմիտեն համապատասխան մարզական
մարզական ֆեդերացիաները բնական է, որ ուշադրություն են հրավիրելու այս հանգամանքի վրա, այսինքն մարզիկներ են, ովքեր գտնվում են Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար, ես հազարավոր աշխատակիցներ մնացել են դրսում եւ եթե նպատակը տնտեսական այս ռեպրեսիաների նպատակը այն է, որ այս նման կերպ աշխատակիցները մնան դրսում, չլինի աշխատանք, մարդիկ կորցնեն իրենց աշխատատեղերը, ուրեմն շնորհավորում եմ իշխանություններին, նրանք կոնկրետ իրենց առջև դրված այսօրվա այդ նպատակը իրականություն են դարձրել։ Երիտասարդները իրանք մնում են այնտեղ, որտեղ տենում են ապագա, ոչ թե այնտեղ, որտեղ տենում են, թե ոնց է երեկվա քաղաքական հակառակորդը առանց կանխատեսելի կանոնների դառնում վաղվա մեղադրյալը։ Եթե սեն շարունակվի, ոչ մի ներդրող չի գա Հայաստան։ Ով կուզի բիզնես անի երկրում, որտեղ հաջողակ լինելը նշանակում է դառնալ թիրախ։ Ով կուզի ստեղծել, եթե ամեն ինչ կարա վերցվի մի գիշերվա ընթացքում։ Այս ոչ թե ուժեղ պետություն է, այլ թույլ իշխանություն, որը ոչնչացնում է ամեն ինչ, մենակ թե մնա իշխանության։ Արտաքին թշնամիները տենում են այս թուլությունը ու սպասում են, իսկ մենք զբաղված ենք մեր իսկ ոչնչացմամբ, մինչև դրանք սպասում են մեր անկմանը։ Ինստիտուտի ուժը, Նիկոլ, չափվում է ոչ թե նրանով, թե ինչքան կոշտ է ինքը կարում պատժի, այլ նրանով, թե ինչքան հավասար է կիրառվում բոլորի նկատմամբ։ Երբ իրավունքը դառնում է իրավիճակային, պետությունը կորցնում է իր ամենաթանկ ակտիվը՝ քաղաքացու վստահությունը։ Իհարկե խելամիտ քաղաքացու, խոսքս չի վերաբերվում այն քարոզակուլներին, ովքեր մտածելու փոխարեն ռոբոտի պես մենակ թարմացնում են իրենց սիրելի քաղաքական գործչի վերջի հայտարարությունը։ Իսկ խելամիտ մարդկանց մոտ վստահությունը կորցրած պետությունը կառավարում է ոչ թե օրենքով, այլ վախով։ Իսկ վախով կառավարվող հասարակությունը վաղ թե ուշ կամ պայթում է, կամ դատարկվում է իր լավագույն մարդկանցից, ովքեր երկրից հեռանում են։ Ու այս ընդհանուր ասելիքիս իմաստը կարծում եմ բոլորիդ համար պարզ է։ Ու ես ուզում եմ, որ դուք հիշեք հենց այս ձևակերպումը, որ արդարադատությունը, որը կիրառվում է ընտրովի, կապ չունի ում հանդեպ, կոչվում է ոչ թե արդարադատություն, այլ անձնական աբիժնիկավարի վրեժ դատարանի համազգեստով։ Ես մի մարդու չեմ պաշտպանում, ես պաշտպանում եմ սկզբունքը, առանց որի ոչ մի պետություն, ոչ մի ազգ երկար չի ապրում։ Հավասար օրենք բոլորի համար, անկախ նրանից, թե դու ում ես հարմար կամ անհարմար։ Իսկ նրանց, ովքեր նստած սպասում են, թե ինչ-որ մեկ ուրիշը կսկսի պայքարել, իրանք էլ մեծն եսին ինչի պես կողքից կնայեն, որ մեկնաբանություններում գնահատական տան։ Ես ասում եմ, որ սպասողը երբեք չի դառնում պատմության հեղինակ, ինքը մենակ դառնում է դրա դատարկ մեկնաբանը էնել այն ժամանակ, երբ արդեն ուշ է։ Հիմա որոշումը ձերն է։ Իսկ ես հանրային ու պաշտոնապես հայտնում եմ աջակցությունս Գագիկ Ծառուկյանին ու դատապարտում եմ իշխանության այս անհեթեթ գործելավոճը ու ի տարբերություն ընդդիմություն կոչվածին ես չեմ սահմանափակվում ու չեմ էլ սահմանափակվելու մենակ այս բանավոր ելույթով կամ հայտարարություններով։ Հայր ջան, սթափվեք, ժամանակն է զարթնելու, ոչ թե մենակ փողոց դուրս գալու, այլ մտածելու, հասկանալու ու գործելու։ Այս համակարգը իր ներկա ու նախկինով պետքա փոխվի արմատապես։ Վերածնունդը մինչև փողոցային պայքարը նախ պետք է սկսվի յուրաքանչյուրի գլխում։ Այսինքն, երբ յուրաքանչյուրդ կհասկանաք, որ ձեր լռությունը սպանում է Հայաստանին, ու որ յուրաքանչյուր հայի արժանապատվությունը ձեր արժանապատվությունն է։ Այս գիտակցումը չկա, դրա համար էլ մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ պետությունը ղեկավարում են մարդիկ, ովքեր նույնիսկ առյուծ տեղափոխել չգիտեն, բայց փորձում են երկիր կառավարեն։ Այս արդարադատություն չի, այս պետական մակարդակի անասնաբուժությունը, որտեղ հիվանդը հենց ինքը համակարգն է։ Եթե դուք ուզում եք ապրել մի երկրում, որտեղ առյուծներին սպանում են արդարադատության անվան տակ, իսկ իրական դավաճաններին հռչակում են փրկիչներ, ուրեմն շարունակեք լռել։ Բայց իմացեք, որ իմ ձենը չի լռելու։ Մենք կամ կունենանք ռեսուրսներ ու կգնանք համակարգային վերածննդի ճանապարհով, կամ էլ չենք ունենա այդ ռեսուրսը ու ստիպված կսպասենք, թե երբ է այս տագետ համակարգը գալու յուրաքանչյուրիս տուն։ Սթափվեք, քանի ուշ չի։ Սրանք առյուծ են սպանում, որտեղ վախում են բնական վայրի ուժից։ Հիմա էլ հերթը հասնելու է ազգի մեջ բնական վայրի ուժ ունեցողներին։ Դրա համար կամ մենք կզարթնենք ու կվերադարձնենք մեր այդ բնական վայրի ուժը, կկառուցենք վերածնունդը, կամ այդ առյուծի պես հավերժ կքնենք։ Կամ վերածնունդ, կամ անհետացում։ Ընտրությունը ինչպես միշտ ձերն է, զարթնեք։